Հալելույա երկնային Տեր։ Մենք օրհնում ենք քո անունը, Տեր։ Ու ասում ենք դու սուրբ ես, դու արժան ես, Տեր։ Երկրպագում ենք քեզ։ Փառավորում ենք քո կատարյալ անարատ սուրբ անունը, Տեր։ Ու խնդրում ենք քո օրհնությունը իմայչացնես այստեղ, Տեր։ Քո սուրբ հոգով իջնես ամեն մարդու վրա։ Քո սրբությունով, քո օրհնությունով, քո ներկայությունով գրկես ամեն մեկին։ Քանդես ամեն կապանք, հեռացնես ամեն ցավ։ Մենք խնդրում ենք Սուրբ Հոգի հիմա անցի շարքերով հպվի ամեն մեկին։ Քո սուրբ ներկայությունով սրբի ամեն մեկին, Տեր։ Թող այստեղից դուրս գան մարդիկ օրհնված, բժշկված, ազատ ու երջանիկ։ Քեզնով լցված, Տեր։ Հիսուսի զորավոր անունով օրհնում ենք քո մեծ սուրբ կատարյալ անարատ անունը, ու ասում ենք շնորհակալ ենք քեզանից, Տեր, որ դու հիմա այստեղ մեր հետ ես։ Եղիր փառավորված, կատարյալ արքա։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Փառք ամենակարող Աստծուն։ Փառք Տիրոջը։ Փառք մեր Աստծուն սիրելիս։ Փառք Աստծուն։ Մեր Աստված հավատարիմ Աստված է։ Փառք Տիրոջը։ Տերը օրհնի քեզ, բարով ես եկես սիրելիս։ Տերը օրհնի ամեն մեկիդ։ Մինչև կնստես մի հատ հարց տամ, ում են զորով բերել։ Կա մարդ, որ զորով կինը օրինակ անկեղծ եղի, կինը ասել է արի պիտի հետս գաս, կա տենց մարդ է չէ։ Ոչ մեկի զորով չեն բերել։ Տերը օրհնի քեզ։ Փառք Աստծուն ամեն մեկիդ համար։ Դավիթ ասում է, ես ուրախացա, երբ որ ասեցին արի գնանք Տիրոջ տուն։ Զորով Աստծուն մի արի, լավ։ Զորով երբեք չգաս, հա։ Փառք Տիրոջը, Աստված օրհնի քեզ։ Ուրախությունով արի։ Տեր օրհնի քեզ։ Կարող ես նենց ժպտալ կողքինիդ, որ իր դարդերը գնան ու նստես, հա։ Նենց ժպտա, որ դարդերը գնան, էլ ոչ մի վատ բանի մասին չմտածի։ Շնորհակալություն շատ, Աստված օրհնի ձեզ, ինչպես միշտ դուք հիանալի եք։ Փառք Աստծուն։ Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար։ Մեր դահլիճը մի քիչ փոքր է, բայց տեղ էլ չկա, ասեմ, արեք գոնես տեղ նստեք։ Ոչինչ, գիտեք, ես ուրախանում եմ, երբ որ գնում եմ մի տեղ ու տեսնում եմ դահլիճը լիքն է, մարդիկ կանգնած են։ Ու սա շատ լավ է։ Շատ լավ է, որ եկեղեցին լիքը լինի, ոչ թե գիշերային ակումբները։ Հա, շատ լավ է սիրելիս։ Փառք Աստծուն, ավելի լավ է գանք եկեղեցում կանգնենք, քան թե գանք տեսնենք դատարկ կաթոռներ։ Ամեն։ Այնպես որ Տերը օրհնի քեզ, բոլոր կանգնածներին ուզում եմ ասեմ, դուք այսօր կրկնակի օրհնված լինեք, սիրելիներս։ Բոլորս էլ կօրհնվենք, բայց դուք կրկնակի օրհնված լինեք, որ դուք կանգնած Աստծո տան մեջ կանգնած Աստծո խոսք եք ուզում լսեք։ Աստված օրհնի ամեն մեկից, սիրելիներս։ Բոլոր նստվածներն էլ օրհնված են, խնդրում եմ կռիվ չանեք իրանց հետ, հա։ Մենք բոլորս Աստծո ժողովուրդն ենք, մեր մոտ պիտի լինի սեր։ Ժպտացել ես կողքինիդ։ Բախի ինքը չի ժպտում, ուրեմն լավ չես ժպտացել, պիտի դարդերը գնային։ Մի բան են չես արել, ասա։ Այսենց ուրիշ բան։ Այս հասկացա, որովհետև Էլի եմ ասում, Դավիթն ասում է, ես ուրախացա, երբ որ ասեցին արի գնանք Տիրոջ տուն։ Մենք պիտի Տիրոջ տուն գալուց ուրախ լինենք։ Ախր բա կողս ցավում է, ոնց այդ տենց ուրախ եղի։ Թող սատանան հասկանա, որ ինչ ուզում է անի, մեկա դու ուրախ ես, որովհետև դու Աստված ունես։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Եթե Աստված ունես, նշանակություն չունի ինչ չունես։ Հա, հիշի ես բանը, եթե դու ունես Աստված, հավատա ինձ, ինքը քեզնից լավ գիտի, ինչի կարիք ունես, հա, նշանակություն չունի ինչ ունես, ուրախացի ասա փառք Տիրոջը, ինչ անենք, որ մի քիչ կողս ծակում է, ինչ անենք, որ գնում եմ տուն մարդս էլի խմած գալ երկու բառ ավել ասում է, զաթո Աստված ունեմ, Աստված բոլոր հարցերը տել կբերի տեղը, բայց երբ որ ասում ես այն մարդ է Այսքան Աստծո հետևից գնացի մի բան դուրս չեկավ, հենց սկսեցիր փնփնթալ, սատանան սկսելու է տնգի ապարել ուրախությունից։ Մի ուրախացրու իրան, հա։ Երբեք Աստծո առաջ մի փնփնթա։ Գնա ուրախությունով, ասա ինչ անենք, ես չկա, զատո դու կաս իմ կյանքում։ Զատո ես փրկվել եմ, զատո իմ անունը քո մոտ ընդ է գրած է։ Պատկերացնում ես երկնքում հենց քո անունը
հատուկ աշխարհի ամենակարևոր երբևիցե ամենակարևոր գրքի մեջ քո անունը գրած է։ Գրած է, այս մարդը հավիտենության բաժին է։ Էդի մենակ հերիքա որ ուրախ լինես միշտ։ Բայց ախր դարդերը շատ են։ Մենք լավ երգ ունենք, ասում եմ ձախորդ օրերը ձմռան նման գուգան ու կերթան, հա։ Իրանք գալիս են ոչ թե որ մնան ձեր տունը, գալիս են որ ուզենան քեզ գցեն, դու իրանց հաղթում ես, գլուխները կախ փախնում գնում են։ Ամեն։ Միշտ խնդիրների տես նայ, եթե նայում ես ասում ես այ մարդ բայս ինչ է։ Ոնց պետք է սրա տակից դուս գամ։ Գիտես բաների տակից ես դուս եկել։ Հələ մի հատ հիշի ինչերի մեջով ես անցել։ Հա։ Նենց որ էդել կանցնես մի մտածի։ Շատ ծանր է, ծանր է։ Գիտես, երբ որ մի բանը գցում ես վրից հետ, ինչքան ծանր է, այնքան ուժեղ գմփոց է գալու, ինչքան ուժեղ գմփոց է գա, այնքան շատ մարդ է իմանալու քո հրաշքը։ Հա։ Նենց որ ինչքան ծանր է, այնքան հրաշքդ մեծ է լինելու, գմփոցը ուժեղ է լինելու, հա, երբ որ գցես վրից հետ։ Երբեք չթողես սատանան քեզ սխմի, իջացնի, քո մոտ չի ստացվում, դու սենց, դու նենց, հələ տես ստեղը, հələ սա, հələ հարաբերությունները 37 տարեկան ես մի հատ մեկը չֆայի մեծ գար մի օր առաջարկություն աներ, սատանան կարում է քեզ խափի, չհավատաս։ Հա, Աստված ամենալավը քո համար պահել է։ Լավ։ Հիշի, ամենալավն է պահել։ Ուրախությունից ժպիտը երկար ժամանակ չես կարողանալու թաքցնես։ Պատրաստել է Աստված, մենակ մի փնփնթա, մի դժգոհի, երբեք Աստծուց մի դժգոհի սիրելիս։ Ինչ ուզում ա լինի, Աստված միշտ ճիշտ է, Աստված միշտ քեզ սիրում է, քո համար լավն է ուզում։ Ու միշտ կողքդ է։ Այն ժամանակ, որ մտածում ես, որ այ հիմա Աստված ինձ թողել է, որովհետև ես էլ ոչ մեկի պետք չեմ, այդ ժամանակ ամենամոտիկն է քեզ։ Որովհետև Հիսուսն ասում է, ես լինում եմ ջարդված, կոտրված սրտերի հետ։ Մարդը ինչքան ամեն ինչ լավ է, այնքան հույսի վրա է դնում։ Ինչքան ջարդված կոտրված ես, այնքան էլ ոչ մեկի վրա հույս չկա, բոլորից հիասթափված ես։ Այդ ժամանակ Հիսուսը գալիս է ավելի մոտիկ, որովհետև ականջներդ փագա պիտի մոտիկ գա, ավելի մոտիկից զգայարաններդ սա բթացած են դառնությունից, ցավից, ինքը ավելի է մոտենում, որ ավելի կարանաս իրան զգաս։ Հա, հիշի այդ բանը, ինչքան քո մոտ խնդիրները շատ են, այնքան Հիսուսը մոտիկ է։ Բայց երբեք մի թող սատանան քեզ համոզի, որ քո մոտ չի ստացվի, դու արդեն կորած ես, դու էլ ոչ մեկի պետք չես։ Ես քեզ ասեմ, եթե 87 տարեկան ես, մեր միկրոֆոնը ոչ մեկի պետք չի, ոնց հասկացա, հա? Հնդզվեց։ Մեր միկրոֆոնը գնացել էր, բայց եթե անգամ 87 տարեկան ես, Աստվածաշունչը ասում է, Աստծո հետևից գնացողները ծերության մեջ էլ պտուղ կտան։ Այն 4 ծառը մեկի տեսնում ես, հենց գիտեք բանում, Իսրայելում այդ զեյթունի ծառեր կան, որոնց տարիքը գիտնականները չեն կարողանում ճշտեն։ Ձիթենյաց այգին, որտեղ որ Հիսուսը վերջի անգամ հիշում եք, հա, վերջի աղոթքը։ Այդ այգին որ կա, այդ այգու զեթի ծառերը զեյթունի չեն կարողանում ճշտեն քանի տարեկան է, որովհետև գիտեք ոնց է ինքը կարա 1000 տարեկան լինի, կարա 3000 տարեկան։ Ինքը աճում է, հենց ծառը չորանում է, հենց նույն քոքի վրա թազա է աճում։ Ու այնքան է աճել, իրանք չեն կարողանում հասկանալ այդ քոքը քանի տարեկան է վերջը։ Հա, ինչքան է ծերանա մեկը պտուղ է տալիս։ Դրա համար երբեք չմտածես, որ դու Աստծուն պետք ես, քո ժամանակն անցավ, քո տուն գնալու ժամանակն է, մեր քրիստոնյաները շատ են սիրում, մանավանդ հավատացյալները շատ են ասում. Հիսուս ջան, հոգի սար պրծնեմ, ուր առնի լիքը գործ ունես անելու։ Բա հարևաններիդ ով բերի Աստծուն։ Հա, այնքան հեշտ է, ես էլ կուզեի, գիտես, հենց այսօր գնայի, այնքան լավ է այնտեղ։ Այսքան ժամանակ չեմ տեսել, մեկը գնա հետ գա ու ասի ինձ վատ էր։ Չկա տենց մարդ։ Այնտեղ այնքան լավ է, ոչ ցավ կա, ոչ դարդ կա, քո համար վայելում ես։ Բայց ուր գնանք, բայց այս աշխարհը դժոխք է գնում։ Ընդհանրապես ինչ եք ուզում ինձանից, ես քարոզ ունեմ, պետք է որ քարոզ տայի ժողովուրդ, ես քիչ եք թողում, ես քարոզում, ինչ որ մեկը անպայման ուզում է իր համար ինչ որ բան ասեմ, հա։ Չդժգոհես։ Ինչ ուզում ես արա, տրտմությունը մեջիցդ հանի։ Սատանան ներվայնանում է, որ անկախ ամեն ինչից ուրախ ես, լավ։ Փառք, ինչ ասեմ, շատ ուրախ եմ, որ եկա, վերջապես եկա էլի Կրասնոդար, կարոտել էի Կրասնոդարը։ Փառք, որ ինքնաթիռները բացվեցին, փառք Տիրոջը։ Ինչքան լավ է, որ ինքնաթիռը բացվեց, կապը բացվեց, թե չէ թռնում էինք Սոչից, պոեզով, այդքան երկար, չկը, ոնց են ասում, այդ պոեզին։ Բայց փառք Տիրոջը, որ հիմա ուղիղ կապ կա։
Աստված տա ամեն ինչ շուտ վերջանա, բոլոր կապերը վերականգնվեն, հա, բոլոր տեղերի բոլոր կապերը նորմալ վերականգնվեն։ Փառք ամենակարող Աստծուն։ Սիրելիներս, ով այսօր առաջի անգամ այսպեսի եկեղեցում ընդհանրապես, եթե առաջի անգամ ես բարձի ձեռքդ ողջունեն քեզ։ Տերը օրհնի քեզ։ Փառք Աստծուն, բարով ես եկել։ Բարով ես եկել, սիրելիս։ Գիտես, դուք չեք թողելու ես քեզ քարոզը տամ, ես զգում եմ։ Գիտես, որ ես որ առաջի անգամ գնացել էի, ինձ կանչեցին եկեղեցի, ասեցին արի գնանք եկեղեցի։ Ասեցի լավ էլի թողեք, ես ուր եկեղեցին ուր։ Ասեցին ընդ պարում են։ Ես է 18 տարեկան տղա, ասեցի ինչ պարում են, գալիս եմ։ 19 էի։ Գիտեք, եկա ոչ մեկ չէր պարում։ Հա, ուրախանում էր, ո՞նց էին նոր ժողովուրդը ուրախանում։ Ես տենց էլ չհասկացա ինչ եղավ իմ հետ։ Գիտեք, մեկ էլ այն հասկացա, որ արդեն անցել է 35 տարի, ոչ թե ես գնացի եկեղեցի պարելու, այլ Աստված 35 տարի ինձ պարասնում է։ Հա, ասես դարի տես պարելը ոնց ալնում։ Գիտես, որ չասեին պարում են, չէի գնալու։ Անկեղծ ասեմ քեզ, որովհետև մինչև այդ ինձ հրավիրել են, ասել է իմ մեջ այնքան սատանա կա, գնացեք։ Ես ուր եկեղեցին ուր։ Չէի գնալու, բայց ասեցին պարում են, դուրս եկավ, ասի ես թազա մոդա է երևի եկեղեցիներում պարում են։ Եկա ու ես 35 տարիա պարասնում Աստված։ Ասես դեռ տեսնենք պարելը ոնց է լինում, հա։ Փառք Տիրոջը։ Այնպես որ բարով ես եկել Աստծո տուն, սիրելիս, բոլոր նորեկացներին բարով ես եկել Աստծո տուն։ Սա մեր եկեղեցին է, մենք ամեն շաբաթ ստեղ ժամը 6-ին ամեն կիրակի հավաքվում ենք, ստեղի հովիվ Կարենն է, որ նոր խոսում էր, Զոհի խոսքեր խոսում։ Աշխատի միշտ գաս, Տերը օրհնի քեզ, ես վերջում ձեզ էլ կկանչեմ, տենց հանգիստ չեմ թողի գնաք տուն, իհարկե։ Փառք Տիրոջը։ Գործ առաքելուց 9:36։ Հիսուսը խաչվել է, հարություն է առել աշակերտներին, ասել է ինչ պիտի անեն, գնացել է։ Եվ սկսել են Պետրոսը 12-ով սկսել են ուժեղ ծառայություն են անում։ Եվ գրած է այսպես. Հոպեում, այսինքն ինչ-որ մի քաղաքում, մի աշակերտ եղած կին կար, անունը Տաբիթա, որ թարգմանված ասում է այծեմնիկ։ Նա լիքն էր բարի գործերով եւ ողորմություններով, որ անում էր։ Եվ եղավ այն օրերում, որ նա հիվանդացավ եւ մեռավ, եւ նրան լվացին, դրեցին վերնատանը։ Ասма մի հատ կին կար այդ քաղաքում, հավատացյալ, Հիսուսի հետևից գնացող։ Գիտեք ինչն է հետաքրքիր, ասма լիքը լավ բաներ էր անում, բայց հիվանդացավ ու մեռավ։ Ժողովուրդ, պարզվում է բարի մարդիկ են մահանում։ Պարզվում է բարի մարդիկ են մահանում, հա, հիվանդանում են ու մահանում են։ Եվ շատ հաճախ լսել եք, չէ՞ այսպեսի արտահայտություն, ասում են, Աստված, բա ինչի էս ինչ բանը եղավ։ Բա ինչի եղավ։ Հենց մի բան դուրները չի գալի, գցում են Աստծո վրա։ Բարի, հավատացյալ կին էր, բայց մահացավ, որտեվ Աստծո խոսքը գիտեք ինչ ասում ժողովի մեջ, ասում է ամեն ինչ պատահում է արդարինել, ամբարիչներ։ Այս աշխարհում ամեն ինչ կարա պատահի, դու ապրում ես այս աշխարհում, քո հետ էլ կարա դեպք պատահի, հարևանիդ հետ էլ կարա պատահի։ Գիտես COVID-ից լիքը հավատացյալներ մահացան։ Մենք մահից չենք վախենում։ Գիտեք ինչի, որովհետև խաչի վրա արդեն Հիսուսի հետ մահացել ենք։ Մեզ հավիտենական կյանք է սպասում, մենք մահից չենք վախենում։ Աշխարհիկները պիտի վախենան մահից, որովհետև դժոխք են գնում։ Առանց Հիսուսի կյանք չկա։ Մենք մահից չենք վախենում։ Ու եթե այսօր ինչ որ մեկը մահանում է, պարտադիր չի ինչ որ մի անուն դնել, ինչ որ մի բան ասել, կյանքա պատահում է։ Ստե հարցի ինչի մեջ է, մի հատ քուրիկ, լավ քուրիկ, բարի քուրիկ մահացել էր։ Իհարկե իր մահանալը Աստծո փառքի համար էր։ Հիսուսը մի անգամ մեկի մահանալուն ասին, ինչի է մահացել, ինչ է։ Ասեց գնում եմ հարություն տամ, կիմանաք ինչ է։ Մի ուրիշ անգամ ասեցին, եսի խի ասենց կույր։ Իրանք նա մեղավոր, թե ծնողն է ասեց, ձեր խելքի բանը չի, դա Աստծո փառքի համար է։ Բաներ կա մեր կյանքում, որ մեր խելքի բանը չեն, Աստծո փառքի համար են։ Բայց բաներ կա, որ իրականում են տեղի ունենում ու դա այնպես չի, որ պետք է մենք տրագեդիա տանենք, վայ, ես ինչ եկավ։ Տեր Աստված, այս ոնց բանկը խափեցին, տոկոսով վերցեցի։ Մարդը խափնվեց, չխափնվեր, Աստված ինչ անի։ Ախպերս խափեց, տոկոսով փող վերցեցի, տարավ, հիմա ես ոնց ես փագեմ։ Խափնվել ես, պիտի փագես։ Կյանքա պատահում է։ Մեկ-մեկ սատանան կարողանում է հավատացյալներին էլ խափի։ Հիմա այս մի քուրիկը մահացել է։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր։ Բարիեր մահացավ։ Գիտեք բարիներ է մահանում, չարն էլ, բայց տարբերություն կա։ Գիտեք որն է տարբերությունը, հաջորդ խոսքի մեջ գրած է։
Եվ Լյուդիայում հոպեին մոտիկ լինելով աշակերտները լսեցին, թե Պետրոսը այնտեղ է, նրա մոտ երկու մարդ ուղարկեցին, աղաչելով, որ չուշանա նրանց մոտ գալու։ Իմացան այս քուրիկը մահացել է, իմացան Պետրոսը կողքի քաղաքում է։ Երկու հոգի ուղարկեցին, ասին գնացեք Պետրոսին, ասեք շուտ արի։ Արի, գործ կա անելու։ Գիտեք, որ նա բարի մարդու ու չար մարդու տարբերությունը։ Երբ որ բարի մարդը մահանում, իր համար աղոթող կա, իր համար մարդ ուղարկող կա, որ գնա այնտեղ։ Որ չարն էր, ոչ մեկ Պետրոսի հետևից չէր ուղարկելու, ասեին արի հարություն տուր։ Հա, բայց քանի որ բարի էր, բարի գործերով լիքը, իր համար աղոթող կար։ Իր համար բարեխոսող կար։ Որ չարեղածներ ասելու են այ մարդ քանի մահացել է, բամբասկոտ կռվարար կնիկ էր։ Տանենք շուտ, թաղենք, բրծնենք, всё։ Բրծավ հանգստացանք։ Ոչ մեկ չէր ուղարկելու Պետրոսի հետևից։ Բայց երբ որ դու ճիշտ ես ապրում, բարի ես ապրում, քո մասին հոգ տանող կա։ Քո ապրելը ուզող կա։ Այն լինում է, չէ՞ մի հատ հարևանի պապի եք ունենում, որ կոպալով բոլոր երեխեքին ծեծում է։ Ու ամբողջ թաղը երազում է, թե երբ մեռնելու այդ խեղճ պապին։ Որովհետև երեխեքին օր ու արև չի տալիս։ Բայց եթե բարի պապի առնում, բոլորն ասում են, մի քիչ երկար ապրի, այնքան լավ խորհուրդներ ես տալի, այնքան լավ կոնֆետ ես բաժանում։ Մահացել էր։ Եկան Պետրոսին կանչելու, եւ Պետրոսը վեր կացավ եկավ նրանց հետ, եւ երբ որ եկավ նրանց հանեցին այն վերնատունը, եւ ամեն որբևայիները նրա 4 կողմով կանգնեցին, լաց էին լինում, ցույց էին տալի այն հակուսները, հանդերձները, որ այծեմնիկը շինում էր, քանի որ նրանց հետ էր։ Պատկերացնում եք, մահացել է, ոչ մեկի քուրը չի, հոր քուրը չի, մոր քուրը չի։ Ուղղակի եկեղեցուց է։ Գրածա բոլորը լաց էին լինում, ցույց էին տալի նա ինչ լավն էր, նա ինչ էր անում։ Սիրելիս մի բան եմ ուզում ասեմ, նենց ապրի, որ հետևից հետ լաց լնող լինի։ Հա, նենց ապրի, որ լաց լնենք քո հետևից։ Այնքան կարևոր է սա։ Այնքան կարևոր է, որ մարդու կորուստը գնահատում են, ոչ թե ուրախանում են։ Ես չեմ կարծում, որ Հիտլերի մեռնելուց մարդիկ լացում էին։ Մարդիկ երևի տոնում էին, եթե իհարկե մեռել է, չգիտեմ, ինչ ասես ասում են իր մասին։ Եվ Պետրոսը, տեսեք ինչ եղավ, եւ Պետրոսը բոլորին դուրս հանեց, ծունկ դրեց, աղոտ քարեց եւ դարձավ դեպի Մարմինը եւ ասեց. «Տաբիթա, վեր կաց», եւ նա աշկերը բացերեց։ Եվ Պետրոսին որ տեսավ, ուղիղ նստեց։ Սիրելիս, գիտես ինչի Պետրոսն եկավ։ Գիտես ինչի Պետրոսը հարություն տվեց, որովհետև բարի կյանքով ապրող էր։ Քո բարի գործերը, երբ որ ճիշտ գործեր ես անում, բարի գործեր ես անում, կարան հարություն տան քո կյանքի ամեն իրավիճակը, քո առողջությունը, քո ընտանեկան հարաբերությունները, որ մեռնելու վրա է։ Քո բարի գործերը կարան հարություն տան։ Գրածա Պետրոսը եկավ, մտավ, հերիք էր արդեն, Պետրոսն եկել է, Պետրոսը մենակ չի եկել, Հիսուսը հետն է։ Եվ մի անգամից հարություն առավ։ Ինչի՞, որովհետև բարի էր։ Այնքան կարևոր է բարի գործեր անելը։ Այսօր աշխարհը գիտես ինչ է ասում, ասում է սպանի, թալանի, կեր, որ քեզ լավ լինի, սուտ ասա, ստեղից քաշի, ընդեղից քաշի, բայց երբ որ դու բարի բաներ ես անում, Աստծո խոսքն ասում է, ինչքան կարաս ցանի, Հիսուսն ասում է, տալը լավ է, քան թե վերցնելը, ինչքան կարաս բարություն ցանի մարդկանց մեջ։ Մի գյուղում մի հարուստ մարդ կար, գիտեք բոլոր գյուղին օգնում էր, կողի գյուղերին օգնում էր։ Մեծ ֆերմա ուներ, դեզեր ուներ, խոտի մեծ, շատ մեծ տարածք ուներ։ Բայց թշնամիները վատ մարդիկ եկան վառեցին մի գիշեր։ Մի գիշեր վառեցին, ամբողջ ունեցվածքը վառվել էր։ Գոմն էլ, դեզերն էլ, կովերն էլ, գառն էլ, ամեն ինչը։ Էլ չեմ ասում, որ կովերի մի մասն էլ բանկից վերցրած։ Տոկոսի տակ, այսինքն գումար վերցած։ Շատ մեծ գործ։ Բայց գիտեք ինչ տեղի ունեցավ։ Այս խեղճ մարդը նստած մտածում էր, ոնց պիտի սրատակից դուրս գամ։ Մեկ էլ դուռը ծեծեցին։ Մի երկու օր հետո դուռը բացեց, հարևանն էր։ Մի հատ հորթ ձեռը։ Ասես լսի, հիշում ես, որ 3 տարի առաջ ինձ մի հատ կով նվիրեցիր։ Էսի դրա ձակն է, էս քեզ։ Հետո մյուսը դուռը ծեծեց, մեկը գառ, հետո կողի գյուղից, մեկը ոսկի, մեկը փող, մեկը մի ուրիշ կենթանի, մեկը մի քանի հատ հավ։ Գիտեք ինչ տեղ ունեցավ։ Վերջում ավելի շատ ուներ, քան թե մինչև վառվելը։ Ինչի՞, որովհետև ցանել էր տարիներով 20-30 տարի բարի բաներ էր ցանել։ Ու երբ որ իր մոտ խնդիր եղավ, այդ խնդիրը իրանը չէր արդեն, այդ բոլորինն էր ում մեջ ցանել էր։ Իրանք բոլորով այդ հարցը լուծեցին։
Այնքան կարևոր է մեր կյանքում բարի ապրենք։ Երբ որ բարություն ես անում, Աստվածաշունչը ասում է հացը թող ջրերի վրա ֆռալու է հետ գա։ Ուռած ավելի, փարթամացած, ինչքան ուզում է չոր լինի հացը, որ գցես ուռում հետ է գալիս։ Եվ բարության արդյունքը տեսնում եք, Տաբիթան կենթանացավ, եւ նա ձեռքը տվեց նրան եւ վերկացեց նրան եւ կանչեց սուրբերին եւ որբեվայրերին եւ նրանց առաջ կենթանի կանգնեցրեց նրան։ Եվ հայտնի եղավ բոլոր հոպեի մեջ եւ շատերը հավատացին Տիրոջը։ Տեսեք, գրածա մի հատ հրաշք եղավ այդ քաղաքում ու շատերը հավատացին Տիրոջը։ Մի հատ հրաշքի պատճառով, մի հատ ինչ որ բժշկություն մարդ կենթանացավ, գիտես այդպես չի, որ այդ քաղաքի հավատացյալները չէին քարոզել։ Քարոզել էին, բայց մարդիկ միգուցե չէին ուզում լսեին։ Բայց մի հատ հրաշք եղավ, հրաշքի պատճառով գրածա շատերը հավատացին Տիրոջը։ Ու գիտես ի՞նչն է հետաքրքիր։ Այսօրվա խոսքը ես վերնագրել եմ այսպես. տեսնեմ, հավատամ։ Տեսնեմ, հավատամ։ Այսօր մարդկությունը հրաշք տեսնելու կարիք ունի։ Գիտես Աստվածաշնչում Հիսուս ասում էր, որովհետև տեսար հավատացիր, երանի նրանց, ով որ չեն տեսել հավատացել են։ Ես առանց տեսնել եմ հավատացել, դու էլ առանց տեսնել ես հավատացել, բայց այսօր մարդկությունը գիտես այնքան կարիք ունի քո պատմած Հիսուսին տեսնելու, շոշափելու։ Ոչ թե միայն որ իմանա, որ Հիսուսը կա, այլ իմանա, որ Հիսուսը կարող է հենց իր կյանքում հրաշք անի, հենց իր կյանքում բժշկություն անի, հենց իր կյանքը փոխի, իր ընտանիքը վերականգնի։ Այսօր մարդը ուզում է տեսնի այն Հիսուսին, որ ես ու դու քարոզում ենք։ Գրածա մի հատ հրաշք տեսան, ամբողջ քաղաքով ձայն գնաց։ Գրածա հոպեի մեջ եւ հայտնի եղավ բոլոր հոպեի մեջ, ամբողջ քաղաքով է ձենը գնաց եւ շատերը հավատացին Տիրոջը։ Այսօր մարդկությունը հրաշք տեսնելու կարիք ունի։ Այսօր մարդկությունը ուզում է այդ Հիսուսին շոշափի։ Աստված էլ ինքն էլ ուզում է, գիտես, ինքը ուզում է ցույց տա ինչքան ամենակարող Աստված է ինքը։ Ասեց Փարավոնի ինատու ասեց Փարավոնի սիրտը կարծրացրել եմ, որ իր միջոցով ցույց տամ ով եմ ես։ Որ իր միջոցով այն հրաշքների միջոցով ծով կբացեմ, գործեր կուղարկեմ, փոթորիկ կանեմ, այս կանեմ, այն կանեմ, թող տենան ինչ Աստված եմ ես։ Աստված ինքն էլ ուզում է իրան ցույց տա։ Սիրելիս, ու այդ ցույց տալը գիտես ինչի մեջ է։ Երբ որ դու բժշկվում ես, երբ որ դու ազատվում ես, երբ որ խաղաղվում ես, երբ որ ընտանիքդ վերականգնվում է։ Գիտես Աստված չի ուզում մենք հավաքվենք ու խոսանք, որ հա Հիսուսը 2000 տարի առաջ հրաշքներ էր անում, բժշկում էր մարդկանց, Հիսուսը այսօր է անում, այսօր է բժշկում։ Այսօր ես ճիշտ է հնարավորություն չկա, որ անհատական ամեն մեկիդ համար աղոթեմ, բայց մենք աղոթելու ենք, որ ամեն մեկիդ կյանքում Աստված հրաշք անի։ Հենց քո կյանքում, ոչ թե կողքինիդ։ Բժշկության կարիք ունես, բժշկվես, խաղաղության կարիք ունես, խաղաղվես, բանկերի հետ խնդիր ունես, մի հատ ներողություն խնդրես Աստծուց, Աստված հրաշք անի, վերանա այդ խնդիրը։ Հա, հանգիստ ապրես, չես ամուսնանում, քանդվի այդ անեսքը նորմալ, այն որ ասում է սպիտակ ձիու որեն նստած տղեն գա, վերջնի տանի իրանց տուն, հա, համաձայն ես, հա, կաստ է համաձայն այդ հարցով, թե չէ, քուրիկներից, հա, Փառք Տիրոջը, շատ լավ է, ուրեմն ճիշտ տեղում ենք։ Հովհաննես 6:1, տեսեք ինչ ա գրած, սրանից հետո Հիսուսը գնաց Գալիլեի Տիբերիա ծովի մյուս կողմը եւ շատ ժողովուրդ գնում էր նրա հետևից։ Որովհետև տեսնում էին նրա նշանները, որ անում էր հիվանդների վրա։ Գիտեք ինչ ա գրած։ Գրածա Հիսուսի հետևից շատ ժողովուրդ էր գնում, ոչ թե նրա համար, որ սիրուն էր ինքը, ոչ թե նրա համար, որ շատ քաղցր լեզվով էր խոսում։ Գրածա, որովհետև տեսնում էին, որ հրաշքներ է անում։ Տեսնում էին, որ հրաշքներ է անում, տեսնում էին նշաններ անում, ասում էին, չէ, ինքն է։ Այ իր հետևից ես կգնամ։ Ու այդ Հիսուսը այսօր ստեղ է։ Այսօր ստեղ է հենց քո համար հրաշք անելու։ Հենց քո համար, հա, որովհետև Հիսուսը իմ համար իմ Աստվածն է, բայց քո համար իմ Աստվածը չի։ Քո համար քո Աստվածն է։ Գիտես, իմ համար Հիսուսը խաչվել է, խաչի վրա։ Այստեղ խաչ չեմ տեսա, հեսա, տեսա։ Հիսուսը իմ համար այս խաչի վրա խաչվել է։
Բայց քո համար իմ Հիսուսը չի խաչվել, քո համար քո Հիսուսն է խաչվել։ Հենց այդ նույն խաչի վրա։ Հասկանում ես։ Հենց քո համար է խաչվել։ Կողքինիդ համար չի խաչվել։ Քո մեղքերի համար խաչվել է։ Ես այ մարգարեությունում ասում եմ, մեր հիվանդությունների պատիժը իր վրա կրեց, մեր ցավերի, մեղքերի ամեն ինչը վերցեց ու իր վերքերով մենք բժշկվեցինք։ Հենց քո մեղքերի պատճառով է խաչվել։ Այն որ մուրճով խփում էին մեղին, իրան խաչում էին, դա քո սուտ խոսալու պատճառով է եղել։ Դա քո արած վատ բաների պատճառով։ Իմ չէ, ինձ մինայ քո հենց պատճառով է։ Իմ համար հենց իմ պատճառով է, բայց քո համար հենց քո, մինչև մենք այդ չենք հասկանում, բան չի փոխվում մեր կյանքում։ Հենց իմ պատճառով է Հիսուսը գնացել խաչը։ Հենց քո համար քո պատճառով է գնացել, որ համ քեզ փրկի, համ էլ բժշկի, համ էլ օրհնի, համ էլ հրաշքով լցնի։ Երբ որ դու էդի հասցնում ես դարձնես քո անձնականը, բանա փոխում քո կյանքում։ Բայց երբ որ ասում ես, այնտեղ միտեղ Հիսուսը մի բան արել է 2000 տարի առաջ, դու չես գնահատում իր արած զոհը։ Բայց երբ որ հասկանում ես, որ ես պեղավոր էի, ես պետք է գնայի դժոխք, Հիսուսը ասեց կթողեմ երկինքը, նարինեի խաթր կիշնեմ երկիր, կխաչվեմ, կգնամ, որ ինքը փրկվի, որ ինքը բժշկված լինի։ Այդ ժամանակ նայոնների կյանքում բան է փոխվում։ Բայց որ մտածում ես այնտեղ միտեղ 2000 տարի առաջ ինչ որ մեկը ինչ որ մի բանի համար գնացել է խաչը, գիտես այնքան հեռու է դառնում Հիսուսը։ Հովհաննես 4:46 Հիսուսը դարձալ եկավ Գալիլեայի Կանա, որ ջուրը գինի էր արել։ Այսօր հովիվ Կարենը կակրած այդ տեղից խոսած։ Եվ մի ազնվական կար, որի որդին Կափառնայումի մեջ հիվանդ էր։ Նա լսելով, թե Հիսուսը Հրեաստանից եկել է Գալիլեա, եկավ նրա մոտ եւ աղաչում էր, որ իջնի իր որդուն բժշկի, որովհետեւ մեռնելու մոտ էր։ Հիսուսն նրան ասեց. Եթե նշաններ եւ հրաշքներ չտեսնեք, չեք հավատա։ Ցավոք սրտի մարդկությունը այդպես է կոդավորված։ Ուզում է նշաններ ու հրաշքներ տեսնի, որ հավատա։ Աստծուն էլ ինչ է պետք, որ դու հավատաս։ Աստծուն պետք է, որ ես հավատամ, փրկվեմ։ Դրա համար Աստված միշտ պատրաստ է նշաններ ու հրաշքներ անել մեր կյանքում։ Երբ որ Գործ առաքելություն գրված է, երբ որ Պետրոսը հալածանքից եկավ տուն աղոթք էր անում, գիտեք ինչ ասեց։ Ասես Տեր Աստված, մեկնի ձեռքդ բժշկություններ, նշաններ, հրաշքներ արա քո որդի Հիսուսի անունով։ Ինչի, որովհետև մարդկությունը ուզում է տեսնի այդ ամեն ինչը։ Գիտես, մարդը ուզում է տեսնի այն Հիսուսին, գիտեք, 2000 տարիա քարոզում ենք արդեն Հիսուս։ Շատերի համար Հիսուսը ինչ որ մի հատ հեքիաթ է։ Ընդ միտեղ մի հատ հեքիաթ է։ Այնքան է լսել հարևաններից, բարեկամներից, իրանք ուզում են այդ Հիսուսին տեսնեն, ոչ թե լսեն։ Ուզում է տեսնի, որ այդ Հիսուսը հենց իր կյանքում բան կարա փոխի։ Այ երբ որ տեսնում է, երբ որ բանա փոխվում իր կյանքում, այդ ժամանակ էլ ոչ մեկ չի կարա ասի Հիսուսը չկա, Հիսուսը չի ասում, ասում է, չէ, իմ կյանքում է փոխել։ Իմ կյանքում հենց իմ Հիսուսն է, հենց իմ հրաշքն է։ Տենում ես այս ինչը, հիշում ես այս ինչը, հիշում ես, որ բժիշկներն ասել էին 4-րդ կարգ կա, մեռնում է, տարեկտուն թո մեռնի։ Հիշում ես քանի տարի անց է 15 տարի այլ մինչև մասաղ եմ։ Հիշում ես, որ չի տեսնում, ասում են կյանքում չի տեսնի։ Բեր մի հատ գիրք կարդամ։ Իմ Հիսուսն է արել, այդ ոչ մեկ քո Հիսուսին չի կարա գողանա, երբ որ քոնն է։ Երբ որ քո անձնական հրաշք ունես, երբ որ քոնն է, ոչ մեկ չի կարա։ Սատանան ինչքան ուզում է գասի։ Այ մարդ, ինչի հետևից ես ընկել, ինչ Աստված ինչ բան ասում է, ստոպ։ Մոռացել ես, որ տարել հասցրել էր ինձ հիվանդանոց։ Մոռացել ես, որ գցել էր ինձ $50,000 պարտքի տակ, մեկ էլ այդ մարդը մի րոպեում զանգեց, ասեց, չգիտեմ խի, բայց էլ պարտքը պետք չի, չեմ ուզում։ Դու սկսում ես սատանային հիշացնել։ Աստվածաշունչն ասում է, նրանք հաղթեցին գառան արունով ու իրանց վկայության խոսքով, ոչ թե հարևանի, մորքուրի, հենց իրանց, հենց քո խոսքը զորություն ունի, երբ որ քո վկայությունը ասում ես, այդ իմ հետ է եղել։ Հովհաննես առաքյալը կգրի հետո Աստվածաշնչի մեջ կասի, այն որ տեսանք, այն որ շոշափեցինք, այդ Հիսուսի մասին եմ խոսում, իմ տեսած Հիսուսն է, ոչ մեկ չի կարա ասել չի եղել Հիսուսը, ասում է ես շոշափել եմ, ես իր հետ եմ եղել, իմ տեսածը ոչ մեկ չի կարա ինձանից գողանա, երբ որ Հիսուսը քո կյանքում մի բան անում, այլ ոչ մեկ երբեք չի կարա քեզանից գողանա։ Դրա համար Աստված ուզում է, որ դու հենց քո հրաշքը ունենաս։
Այսօր հենց այդ հրաշքի համար եմ ես աղոթելու, որ Տերը քո կյանքում, հենց քո կյանքում, ոչ թե կողքինդ, բայց ես եկել եմ, որ աղբորս համար աղոթենք, որ էլ չխմի քո կյանքում, հենց քո համար։ Այսօր քո հրաշքի օրն է, սիրելիս։ Մենք աղոթելու ենք հենց քո համար։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն։ Փառք Տիրոջը։ Մեր Աստված հրաշագործ Աստված է։ Ավելին ասեմ քեզ, ինքը քեզանից շատ է ուզում, որ դու առողջ լինես։ Քեզանից շատ է ուզում, որ դու օրհնված լինես։ Քեզանից շատ է ուզում քո կյանքում հրաշքանի։ Քեզանից շատ է ուզում։ Գիտես ինչի։ Մի բան ասեմ, չզարմանաս։ Ինքը քեզանից շատ է քեզ սիրում։ Քո սերը մարդկային սեր է քո հանդեպ։ Ինչքան է մարդը էգոիստ լինի, ինչքան էլ ինքնասիրարված լինի, մեկը Հիսուսը ավելի շատ է իրան սիրում, քան թե ինքը իրան։ Որովհետև աստվածային սերը ու մարդկային սերը տարբեր հորիզոններ, տարբեր տեղերում են, երբեք չես համեմատի։ Այդքան Աստված սիրում է քեզ։ Քո երեխեքին քեզնից շատ է սիրում, մի զարմացի, երիկա դողաս իրանց վրա։ Ես մի անգամ շատ տարիներ առաջ հարց ու պատասխան ունեի, ասի լավ, ուզում ես էսի սենց անեմ, բա ու իմ հետ մի բան լինի։ Բա իմ կինս, երեխես, մի երեխա ունեի այն ժամանակ։ Մենք էլ մի հատ մեղմ ձայն, սենց դու մոռանում ես, որ ես իրանց քեզնից շատ եմ սիրում։ Ասի կներես, всё, վերջ, այդ օրվանից հետո ընդհանրապես չեմ մտածում ընտանիքիս մասին։ Այնպես չի, որ են անդարտ եկելի պես, այ ինչու նմաննի։ Չէ, ես գիտեմ, մեկը կա, որ ինձ լավ է մտածում։ Ինձ շատ է սիրում, ինչքան ես տառապեմ, գիտեք ինչ եմ անում։ Երբ որ ես դողում եմ երեխեքիս համար, ես գողանում եմ իր հոգատարությունից։ Իրան տեղ չեմ թողում դողալու իրանց համար։ Հասկանում եք։ Երբ որ ես դողում եմ, վայ աման ես ինչը, ես իրան տեղ չեմ թողում, այդ իրանն է։ Ես հոգատար եմ, սիրում եմ երեխեքիս էլ, կնոջս էլ, ընտանիքս էլ, ծնողներս էլ, բոլորին սիրում եմ, բայց մի բան գիտեմ, ես ուր ինքը ուր, ես ինչքան է սիրեմ, իրա մի տոկոսը չեմ կարա սիրեմ։ Ես ինչքան էլ հոգ տանեմ, իրա մի տոկոսը չեմ կարա հոգ տանեմ։ Դրա համար թողել եմ, ասել եմ, «Ես դու ես քո ժողովուրդը, տիրություն արա»։ Ես գնամ քո խոսքը քարոզեմ։ Կգամ մի հատ թուժը կքաշեմ, կպաչեմ, կասեմ, ոնց ես բալես, լավ ես, всё լավ է։ Ինչ քով օգնեմ, երկու խորհուրդ կտամ, մնացածը դու հարցերը լուծի, ժամանակ չի լինում, շատ տեսնենք։ Փոքր աղջիկս ընդհանրապես երկար տարիներ, որ ուզում էր ինձ բան գրել, գրում էր հովիվ գոր, կարելի է մի կես ժամով խորհրդակցություն ունեմ ձեր հետ, որ իր հետ հանդիպում նշանակի գար խորհրդակցեր, հա։ Նորմալ է, հիմա էդ էլ այդ կյանքն է, բայց ես հո մի բան գիտեմ, որ ինքը ինձնից շատ դողում է, ինձնից շատ մտածում է, ինձնից շատ սիրում է, ինձնից շատ հոգատար է, ինձնից շատ էլ առաջ է տանում։ Ելքի քիթս խոթեմ այդտեղ։ Երբ որ ինքը ինձնից լավ է անում։ Երբ որ ես ես մտածում, մի քիչ բաց ես թողում։ Ես հիշում եմ, որ երեխեքս փոքր են, վազում էին, հենց ընկնում էին, մենակ ես ու կինս էինք մնում նստած։ Ինչքան մարդ կա, Ամառ երեխա թոնգնի ինչ ա եղել։ Նորմալ է կընկնի, վեր կկանա, կսովորի ոնց է կարելի ճիշտ քայլել։ Ես փոքր ժամանակ աղջիկներս գնում էին այդ գեղասահքի ֆիգուրնի։ Ես հետները գնում էի, հանստում էի, սառում էի այդտեղ։ Մի օր ասի, կլինի ես էլ բարձրանամ, տես սկսեմ սահել, ասին արի։ Գնացի մի երկու սահում եմ, մի քանի օր սահեցի, եկա գլուխ գովալով այդ տրիներին ասում եմ, բա գիտեք ոչ մի անգամ հլա չեմ ընկել։ Ասեց շատ վատ է։ Ասում ոնց։ Հա ասես դու պիտի ընկնես։ Պիտի ընկնես, որ չվախենաս ընկնելուց, որ կարողանաս սահես։ Եթե չընկնես, հագես պահում ես, դու ճիշտ չես սահի։ Ասած հանգիստ ընկի։ Հա դրա համար թողեք թու երեխեքը մեկ-մեկ ընկնեն, որ ընկնեն կանգնել կսովորեն։ Հա, էսի կարևոր է։ Ինչքան դողացիր, այնքան փափուկ է լինելու։ Թող թու երեխեն ընկնի, մի մտածի, Աստված իր հետ է։ Փառք Տիրոջը։ Գործ առաքելոց 10:38, այստեղ համ շոկ է, ես զգում եմ, ձեզ շատ դժվար է, համ էլ երեխեքի ձայները շատ է, ձեզ մի քիչ խանգարում է, շատ ձեզ չեմ պահի, մենք հաջորդ անգամ ինձ թվում է կծրագրենք նենց, որ մի հատ մեծ դահլիճ լինի, որ հանգիստ կարողանանք նստենք եւ իրար հետ հանգիստ Աստծոց խոսանք, հա։ Փառք Տիրոջը, փառք Աստծուն, փառք ամենակարող Աստծուն։ Տեսեք ինչ է գրած, Գործ առաքելոց 10:38, այն Հիսուսին, որ Նազարեթից է, թե ինչպես նրան Աստված Սուրբ Հոգով եւ զորությունով օծեց, որ ման եկավ բարի անելով եւ սատանայից բոլոր հարստահարվածներին բժշկելով, որովհետեւ Աստված նրա հետ էր։ Գիտես, գրածա
բոլոր հարստահարվածներին բժշկելով սատանայից։ Սատանան տարբեր ձևերով է հարստահարում, մեկին հիվանդությունով, մեկին դևերով է բռնում, մեկին վատ մտքերով է բռնում, մեկին ընտանեկան հարաբերությունները խառնելով է բռնում։ Իր գործը մեզ ցավացնելն է։ Գիտես ինչի, ես ու դու իրան պետք չենք։ Երբեք չմտածես, թե սատանան այսքան հետաքրքրված է ինձանով կամ քեզանով, այսքան։ Մենք իր համար ոչ մի բան ենք, բայց գիտես խի մեր կյանքը ուտում, որովհետև մի հատ բան կա, մի հատ հարց կա, մի բան կա, որը որ շատ կարևոր է։ Իրան դու պետք չես, բայց դու Աստծուն ես շատ պետք։ Ինքը Աստծուն չի սիրում, ու Աստծուն չի կարա մատով կպնի։ Միակ Աստծուն ցավացնելու ձևը քեզ կպնելն է, որովհետև գիտի Աստված քեզ շատ է սիրում։ Դրա համար հարստահարում է, ցավացնում է մարդկանց, որ Աստծուն ցավացնի։ Որովհետև այն որ մի հատ հարուստ ալինում, չգիտեմ ոնց Վնաստան երեխային են վնաս տալի, որովհետև իրան չեն կարա շատ ախրանա ունի, չէ՞։ Այ այդ նույն տակտիկայով սատանան է գործում։ Դրա համար է քեզ նեղում, ցավացնում, այդ հիվանդությունա բերում, այնա անում։ Գրածա Հիսուսը եկավ, որ բոլոր սատանայից հարստահարվածներին բժշկի։ Բոլոր հարստահարվածներին բժշկի։ Այսօր քո օրհնության օրն է սիրելիս, եկել ես հասել ես, Հիսուսն էլ է եկել, որովհետև Հիսուսն ասում է, որտեղ երկուսը երեքը հավաքվեն, նրանց մեջ եմ։ Հիսուսը երբեք սուտ չի ասում։ Երկուսը երեքը որտեղ հավաքվեն իմ անունով, ասում է ես այնտեղ նրանց մեջ եմ։ Իմ անունով, մենք չենք հավաքվել ինչ որ մեկի անունով։ Մենք հավաքվել ենք այստեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Հաստեղ ոչ կանցերտ է, մենք ունենք փառաբանություն, որ կանցերտ չէր տալի, ինքը Տիրոջն էր փառաբանում։ Ես հիմա խոսում եմ ոչ թե որ չգիտեմ ով եկելա, չգիտեմ ինչ է խոսում, ես հիմա իմ Տիրոջն եմ փառավորում։ Իմ Հիսուսին։ Ես ավելի թանկ բան չունեմ, ուրիշ բաներ չեմ կարա խոսամ։ Եթե հիմա ինձ ասես մի բանից խոսա, ես խոսալ չգիտեմ։ Կկայնեմ, կկմկմամ, կկարմրեմ, կիջնեմ։ Ես ինձ լավ գիտեմ։ Բայց երբ որ իմ Հիսուսից եմ խոսում, ես գիտեմ ինչ եմ խոսում։ Որովհետև այն ոչ թե ուրիշի պատմած հեքիաթներից եմ խոսում, այ իմ Հիսուսից եմ խոսում։ Ում որ լավ գիտեմ։ Ես ընդհանրապես բնավորությունով չեմ կարող մարդ գովամ։ Եթե մարդը 100 աստիճանի մեջ 10-ի արժանի գովալու, ես 11 չեմ կարողանում գովամ իրան։ Չեմ կարողանում հաճոյա խոսեմ։ Իմ մոտ չի ստացվում։ Մի անգամից փակվում եմ։ Չեմ կարա մարդուն գովում եմ այնքան, ինչքան որ տեսնում եմ, որ արժանի է գովալու վերջ։ Անգամ երեխեքին չեմ կարողանում գոvam, երբ որ մի լավ բան անում, ասենց ճոխացնեմ իր արածը։ Չի ստացվում մոտս, չգիտեմ։ Ես ասում եմ այն, ինչը որ զգում եմ, ինչքան որ կարողանում եմ, հա։ Բայց երբ որ իմ Աստծու մասին եմ խոսում, ես չեմ մտածում ինչ խոսամ, որովհետև շուրթերս ինձնից առաջ գիտեն ինչ պիտի ասեն, որովհետև ինքը ամեն ինչի արժանի։ Հա ինքը ամեն ինչի արժանի է։ Այդ Հիսուսը, որ ամեն ինչի արժանի է, ամենակարող է, ամենազոր է, ինքը մի բան ասեմ մարդու չասես։ Սաղից շատ է քեզ սիրում։ Հենց քեզ կողքինից չէ, հենց քեզ։ Սաղից շատ է սիրում։ Պատկերացնում ես, բարեկամներ, հա, ծնողներից էլ երեխեքից էլ, բոլորից շատ է քեզ սիրում, ու բոլորից շատ ուզում է, որ քեզ լավ լինի։ Դրա համար ես խնդրել եմ հիմա կանգնես ոտքի, մեր փառաբանությունը թող գա, կամ խնդրեմ նվագեք։ Մենք հիմա աղոթք ենք անելու, սիրելիս։ Աղոթք ենք անելու, որ Տերը հրաշքանի ինձ քո կյանքում։ Այն Հիսուսը, ում համար մենք հիմա այսօր ստե հավաքվել ենք։ Ես խնդրելու եմ, գրածա Պետրոսը եկավ մտավ տուն, մի կարևոր բան եմ ուզում ասեմ։ Ես քեզ ոչ մի բանով չեմ կարող օգնեմ, քո նման մարդ եմ։ Իմ կողքն էլ է մեկ-մեկ ծակում։ Հա? Ես մի անգամ վկայեցի COVID-ից հետո ձեռքերս ճաքել էր։ Գիտեք ոնց էր ճաքե COVID-ից հետո արուն էր գալիս ճաքերից։ Միտեղ լավանում էր կողքն էր 10-20 տեղով ճաքած ու մեջից արուն է գալի, պատկերացրեք։ Ու տենց երևի մի տարի։ Ձեռս դնում եմ ուրիշի վրա, աղոթում եմ ռակից բժշկվում է։ Այս մեկը շաքարից է բժշկվում, այն մեկը աշկերն է բացում։ Ձեռներս չի լավանում։ Մի օր ասի, այդ որ գալիս է իրանց մեջով անցնում, ճամփին չեք զգում ընտե որ ստե բան կա, արունա, ցավում է, հա, Աստված ջան ասեմ, չես տենում երկու ձեռս էլ ինչ վիճակում է, գալիս ես ինձ ձեռի մեջով մտնում, բժշկում ես մարդուն, ճամփին դժվար է մի հատ քաչես այդ տանես,
Մի տարի տարապել եմ, մինչև տենց է չիմացա ոնց բժշկվեց, անցավ, վերացավ, էլի Աստված էլի մի օր տենց եկավ, քաշեց, տարավ։ Ուզում ասեմ, ես էլ քո նման մարդ եմ, ես քեզ չեմ կարող օգնել։ Ոչ մեկ չի կարա քեզ օգնի, մենակ ինքը։ Հա? Մենակ ինքը կարա ինձ ու քեզ օգնի։ Մեր տկարություններում, մեր խնդիրներում, մեր հիվանդություններում։ Հիմա մենք աղոթք ենք անելու, սիրելիս։ Չես նայում կողքերդ, չես նայում ոչ մեկին։ Դու վերցնում ես քո խնդիրը, բերում ես իմ առաջ չէ, Հիսուսի առաջ։ Ինքը ամենակարող է, ինքը իմաստ է։ Շատերդ կզգաք իր ներկայություն, հիմա շատերդ արդեն գրկել է։ Ինքը իմաստ է։ Վերցու քո խնդիրը, մենք հիմա բերելու ենք Տիրոջ առաջ, ասենք Տեր Աստված հրաշքիդ կարիք ունեմ։ Մի հատ կարևոր բան կա մենակ, որ պիտի անես, գրածը Պետրոսը բոլորին դնից հանեց դուս, նոր մտավ աղոթեց։ Բոլորի անհավատությունը, որ չխանգարի, որտեվ մահացած մարդ էր, կասեն չի կենթանանա։ Ես խնդրել եմ անհավատությունը մեջցդ հանես։ Պետրոսի նման դուս հանես սենյակից հետ։ Այսօր պրոստը բռնվես, կպնես երկնքին, կպնես Հիսուսի ոտերին, ասես Տեր հրաշքիդ կարիք ունեմ։ Ես ուզում եմ։ Այսօր ուզում եմ իմ հրաշքը գրկած գնամ տուն, հերիքա։ Ես խնդրել եմ փակես աչքերդ։ Եթե հրաշքի կարիք ունես, փակի աչքերդ խնդրում եմ։ Եթե հրաշքի կարիք ունես, ձեռքդ պարզի վերև, թո երկինքը տեսնի։ Պարզի ձեռքդ։ Աստված թո տեսնի, որ դու այսօր հրաշքի կարիք ունես։ Հիմա աղոթելու ենք։ Երկնային Արքա, դու տեսնում ես ամեն ձեռք, դու տեսնում ես ամեն մեկին, դու գիտես ամեն մի խնդիրը։ Փառավոր կատարյալ Սուրբ Արքա։ Ես խնդրում եմ հենց հիմա, իջացնես քո փառքը այս տարածքի վրա։ Թող քանդվի ամեն կապանք Հիսուսի անունով։ Տեր արձակի ամեն կապված, Տեր վերացրու ամեն գերություն, հեռացրու ամեն ցավ ու խնդիր։ Հիսուսի զորավոր անունով ես դեմ եմ կանգնում սատանա քո բոլոր ծրագրերին այստեղ գտնվող ամեն մարդու կյանքում։ Ամեն պիղծուշ, ամեն սխալ զորություն, ամեն սխալ խոսք, ամեն սխալ քայլ, ամեն անեց կախարդություն, ես ասում եմ դուրս ես դահլիճից Հիսուսի անունով։ Ես քանդում եմ սատանային բոլոր կծիկները, որ դու կծկել ես մարդկանց կյանքերում։ Ու ասում եմ թաթերդ քաշի Հիսուսի զորավոր անունով։ Ես հռչակում եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի բժշկարար զորությունը հիմա։ Սուրբ Հոգի իջացրու այդ զորությունը բժշկի։ Թող քանդվի ամեն քաղցկեղի բջիջ, ես անիծում եմ քեզ քաղցկեղ ու ասում եմ չորացի Հիսուսի անունով։ Ամեն բջիջ քաղցկեղի ասում եմ չորացի Հիսուսի զորավոր անունով։ Ես հենց հիմա դեմ եմ կանգնում ամեն շաքարի խնդրի ու ասում եմ ինսուլինը բռնող ամեն պիղծ ուժ դուրս ստեղից Հիսուսի անունով։ Ես կանդում եմ ամեն տեսակ սկլերոզի արմատ հենց հիմա Հիսուսի անունով։ Թող քանդված լինի ամեն ջղաձգություն, ամեն նյարդային խնդիր։ Հիսուսի զորավոր անունով Քրիստոսի բժշկարար զորությունն է մրցակում ամեն մեկիդ վրա։ Հիսուս Քրիստոսի անունով թող քանդվի ամեն վախ, ստրես ու անհանգստություն, վախի հոգի, պանիկայի դևեր դուրս է ստեղից Հիսուսի զորավոր անունով Քրիստոսի խաղաղությունն է մրցակում ու համարձակությունը։ Տիրոջ արյան, մաքրող, սրբող, բժշկող զորությունը։ Հիսուսի զորավոր անունով օրհնում եմ ամեն մեկիդ, քանդում եմ ամեն մեկիդ վրայից ամեն կախարդություն։ Թող քանդված լինի ամեն չամուսնանալու անեծք, թող քանդված լինի ամեն աղքատության ոգու իշխանություն, ամեն պարտքի գերություն այստեղ գտնվող ամեն մեկի կյանքից։ Հիսուսի զորավոր անունով մեր Տեր Հիսուս Քրիստոսի բժշկարար, ազատագրող, մաքրող, սրբող, վերականգնող, առաջ տանող, օրհնող, բարձրացնող զորությունն է մրցակում ամեն մեկիդ կյանքում։ Հիսուսի զորավոր անունով ու ասեմ եղեք ազատ, եղեք բժշկված, եղեք օրհնված, խաղաղ, ուրախ, Աստծով լցված։ Հիսուսի անունով։ Ամեն։ 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 Փառք ամենակարող Աստծուն։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն։ Մի հատ կարևոր բան կա, որ ուզում եմ քեզ ասեմ։
Շատերդ ինչ որ բան զգացիք, շատերդ կարող է ոչ մի բան չզգացիք, շատերդ կարող է գնաք տուն քնեք, քնաստեղը զգաք մի բան գնաց ձեր կյանքից։ Աստված ամենաշատը մարդու հետ աշխատում է քնած ժամանակ։ Մաքրում, սրբում, ազատագրում է, որտեվ խանգարող չկա իրան։ Առաջի խանգարողը դու ես միշտ հիշի։ Քնած ժամանակ դու չես խանգարում։ Բայց մի բան եմ խնդրելու, եթե Տերը մի բան կանի քո կյանքում, գոնե 3 հոգու պատմի։ Ասա Հիսուսն եկավ իմ կյանքը փոխեց։ Գոնե 3 հոգու, հա։ Գրածա երբ որ այս կինը արթնացավ, գրածա, գիտեք ինչ արեցին, ոչ թե 3 հոգու, ամբողջ քաղաքին պատմեցին գրածա, ամբողջ Հոպեի մեջ շուխուր ընկավ։ Բոլոր քաղաքին պատմեցին, գրածա շատերը հավատացին Հիսուսին։ Հա, այսօր աշխարհը կարիք ունի քո հրաշքի մասին լսելու սիրելիս։ Այն որ 7 տարի չերնում ու եղավ, այն որ ոչ մի ձևով չէր ստացվում պարտքերից պրծնել, մեկը տեսնում ես ոչ միայն պրծար, այլ արագ առաջ ես գնում։ Աստված ամենակարող Աստված է։ Մենք խեղճ ու կրակ Աստծո չենք ծառայում սիրելիս։ Մենք երկինքի երկրի արարիչին ենք ծառայում։ Մեր Աստված ճշմարիտ Աստված է։ Մեր Աստված միակ կենթանի Աստվածն է։ Գիտեք հրեաները տեսել եք որ այսպես են աղոթում։ Որ իրենց հարցնում են ասում են խեք տենց աղոթում, ասում որ կողքի ազգերը տնան մեր Աստված կենթանի է։ Մենք իր հետ շարժվում ենք, ինքը մեռած Աստված չի իրանց Աստվածները։ Այդքանը իրանք հասկացել են։ Ժամանակն է մենք էլ հասկանանք, որ մեր Աստված կենթանի Աստված է։ Հեքիաթի Աստված չի։ Հիսուսը հենց այսօր է Աստված։ Հա? Փառք Տիրոջը։ Փառք մեր Աստծուն։ Փառք Տիրոջը։ Գոնե 3 հոգու։ Գոնե 3 հոգու, լավ։ Կապ չունի, եթե գաղտնի բանից ես բժշկվել, վերացական պատմի գոնե 3 հոգու պատմի, լավ, որ Աստված իմ կյանքում հրաշք արեց։ Տերը օրհնի քեզ, մի հատ հարց եմ ուզում նորից տամ, ովքեր էին առաջի անգամ, ես խնդրում եմ պարզի ձեռքը։ Տերը օրհնի ձեզ, Աստված օրհնի ամեն մեկին։ Սիրելիս, մի հատ կարևոր բան եմ ուզում անես։ Մենք ստեղ շատ ենք, բայց ինձ թվում է կարողանանք անենք այդ բանը։ Երբ որ հիշում եք, որ ես գնացել էի առաջի անգամ, որ բարեի։ Հիշում եք, չէ՞ այդ պատմությունը։ Գիտեք, ես չհասկացա ոնց, բայց ես երբ որ ասեցին ով առաջի անգամ, եկեք առաջ մի հատ աղոթք կանենք, ես չհասկացա ոնց են ոտերս բարելով եկել հասել առաջը։ Ու ես կյանքս տվել եմ Հիսուսին։ Գիտես 93 թվին է եղել։ 32 տարի առաջ եմ տվել, մի րոպե չեմ փոշմանել։ Մի րոպե չեմ փոշմանել, որ ես Հիսուսի հետ եմ։ Ընդհակառակը, մի րոպե չեմ էլ տխրել, միշտ ուրախացել եմ ու միշտ ասել եմ, «Էս ինչ լավ բան արեցիր, դու ինձ փրկեցիր, կործանվելու էի գնայի»։ Հիմա եթե դու առաջի անգամ ես, ես խնդրելու եմ, իմ նման ուրախ, դաս առաջ իրար հետ մի հատ աղոթք կանենք։ Եթե առաջի անգամ ես այսպեսի եկեղեցում դեռ չես եղել, կյանքը Տիրոջը չես տվել, արեք առաջ այսպես կանգնեք, հա, խնդրում եմ։ Ես մի հատ աղոթք կա, որ ուզում եմ ձեր հետ անենք։ Տեր օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ շատ։ Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, Աստված օրհնի շատ։ Եկեք, ով առաջի անգամ է, խնդրում եմ, եթե եղել ես այսպեսի եկեղեցում, կյանքդ Հիսուսին տվել ես, մի արի առաջ։ Բայց եթե առաջի անգամ ես, Աստված օրհնի ձեզ։ Տիրոջ օրհնությունն ու բժշկությունը ձեր վրա լինի Հիսուսի անունով։ Աստված օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ շատ։ Տիրոջ օրհնությունն ու զորությունը ձեր հետ լինի։ Աստված օրհնի ձեզ։ Բժշկություն Հիսուսի անունով։ Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի։ Տեր օրհնի ձեզ։ Բոլորիդ չեմ կարողանալ բարևել, բայց եկեք առաջ, եկեք առաջ բոլորդ։ Դուք այսօր մեր ուրախությունն եք։ Տերը օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը, Աստված օրհնի ձեզ շատ։ Աստված օրհնի ձեզ, Տերը օրհնի ձեզ, Տերը օրհնի ձեզ։ Օրհնված լինեք բոլորդ օրհնված լինեք։ Աստված օրհնի ամեն մեկին։ Տերը օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար, սիրելիներս։ Փառք Աստծուն։ Տերը օրհնի քեզ հրաշք, լիքը, թող Աստծո օրհնությունը ձեր տան մեջ լինի։ Տերը օրհնի ձեզ, օրհնված ընես կանց։ Տերը օրհնի ձեզ, Տերը օրհնի ձեզ։ Օրհնված ըլնեք բոլորդ, թող Տիրոջ օրհնությունը ամեն մեկի տան վրա լինի։ Փառք Աստծուն ամեն մեկիդ համար։ Աստված օրհնի ձեզ, Տերը օրհնի ձեզ, Տերը օրհնի ձեզ։ Գանձս օրհնված ընես հրաշք, Աստված օրհնի քեզ։ Տերը օրհնի ձեզ բոլորիդ սիրելիներս։ Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար։ Գիտեք խեմ կանչել առաջ ձեզ։ Դու եկել ես առաջ, որ երկնքին ցույց տաս, որ ես գնում եմ իմ Հիսուսի մոտ։ Հիմա դու ստեղ չես, հիմա դու Հիսուսի մոտ ես։ Եկել ենք ես ու դու իրար հետ մի հատ կարճ աղոթք կա, որ պիտի անենք։
Գիտեք ինչ ասում Պողոս առաքյալը, ասում է, եթե բերնովդ Հիսուսին Տեր դավանես ու սրտովդ հավատաս, որ Աստված հարություն ա տվել իրան, մեռելներից կփրկվես։ Մենք դրան ասում ենք փրկության աղոթք։ Մի ուրիշ խոսքերով ասած, դու կյանքում ինչ որ քայլեր ես արել, ամեն մեկս էլ սուտ խոսացել ենք, մի վատ բան արել ենք։ Իսկ Աստվածաշունչն ասում է մեղքի վարձքը մահն է։ Ամեն մեղքի պատասխանը մահն է։ Բայց գիտես ինչ ա եղել, 2000 տարի առաջ մեկը քո փոխարեն ասել է ես իր տեղը վարձքը կստանամ, կխաչվեմ։ Այսօր այնօրն է, որ դու ասես Հիսուս, ես ընդունում եմ քո արած զոհը իմ կյանքում։ Դա կոչվում է ապաշխարության աղոթք։ Ես խնդրելու եմ, եթե պատրաստ ես, փակի աշկերդ, ես ասեմ դու կրկնի, ուղղակի քեզ կառաջնորդեմ, լավ։ Փակի աշկերդ իմ հետ կրկնի, ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ արած բոլոր մեղքերի համար եւ հրաժարվում դրանցից։ Ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալի։ Եկ թագավորի իմ կյանքում եւ մկրտի ինձ քո Սուրբ Հոգով։ Դու ես իմ Տերը ու իմ Աստվածը։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն, սիրելիս։